Հայաստան կուսակցությունը, Հանրապետություն կուսակցությունը, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին և Երևանում ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար ընտրական դաշինքով։ Համատեղ գործունեության, այդ թվում նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով։ Համատեղ գործունեության արդյունքում կսկսեն բանակցություններ միասնական կուսակցություն ստեղծելու վերաբերյալ։ Հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը, ազգային լավագույն առանձնահատկությունների և հետաքրքրությունների համադրությամբ։ Արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա և նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատև և կայուն զարգացումը։ Այսօր հայտարարվող դաշինքը տարբերվում է նախորդներից։ Առաջին հերթին եռյակը ձևավորվել է գաղափարական հենքի վրա։ Ի սկզբանե քննարկելով և ընդհանուր հայտարարի բերելով թե աշխարհաքաղաքական, թե մարտավարական, թե ռազմավարական ու ապագային միտված բոլոր հարցերը։ Նվազագույնը 2 ամիս առաջ, նվազագույնը 2 անգամ դուք քննարկել, սակարկել, վիճարկել եք պարոն Մարուքյանի ընդդիմադիր լինելը։ Հիմա ուզում եմ ճշտել, այլևս այս հարցը իսկապես ձեզ համար սակարկման ենթակա չի, եւ դուք պարոն Մարուքյան, իսկապես հավատում եք, որ պարոն Փաշինյանը հավատալու է ձեր այս խոսքերին։ Այն ամեն ինչ որ տեղի է ունեցել, դա դրա հիմքում եւ խորքում եղել է համագործակցության հնարավորությունների փնտրտուքը։ Այսինքն մենք բարձրաձայնել ենք մեր պատկերացումները, արձանագրել ենք մեր տարընթերցումները եւ այսօր իդեմս այս 3 փաստաթղթի մենք ունենք իրավիճակ, երբ որ այդ տարաձայնությունները գլոբալ առումով հաղթահարված են եւ մենք այսօր նաեւ հուշագրում արձանագրեցինք, որ այդ տարաձայնությունները հաղթահարելու ավելի երկար ճանապարհ ենք բռնել եւ այսօրվա հուշագիրը տալիս է վստահություն, որ մենք այդ հակասությունները հաղթահարել ենք եւ համագործակցության հիմքեր ենք դրել։ Ժամանակին եղած քննարկումները, քննադատությունները, այդ ամենը եղել է նաեւ ինչ որ կերպ ասած նույն տեսակի մոտավորապես գոնե նույն տեսլական ունեցող մարդկանց միավորման եւ ինչ որ ընդհանուր մոտեցումներ գտնելու ճանապարհում։ Եվ այս առումով տեսեք, մենք նաև քննադատվում ենք նրա համար, որ չենք միանում։ Այսինքն մեզ ոչ միայն քննադատում էին նրա համար, որ անհաշտ էինք ինչ որտեղ, հա, այլ նաև քննադատում էին, որ մենք չենք միանում։ Քննադատում էին, որ կա հանրային պահանջ ընդդիմադիր դաշտում ներառական պրոցեսներ սկսելու։ Եվ մենք վեր կանգնելով այդ ամենից, բնականաբար քննարկելով այդ ամենը միասին, մենք սկսում ենք շատ կարևոր մի նոր ճանապարհ։ Այն կան այլ ուժեր, որոնց հետ համագործակցության հնարավորություն տեսնում եք, ում հետ ունեք կոնսուլտացիաներ, ու եւս մի հարց է հատուկ քաղաքացիական պայմանագրի նմուղում, արտաքին քաղաքական ձեր ծրագրի ոչ սկզբունքը շարունակումա ձեզ համար գերակա մնալ թե ոչ։ Ուշագրից պարզ եղավ, որ ընթացքում կոնսենսուսի արդյունքում, եթե լինեն քաղաքական ուժեր, իրոք կարող են միանալ, բայց կոնսենսուս Ես այդ հարցին չեմ պատասխանի, որովհետև քաղաքական պրոցես է ընթանում, որը իմաստ չեմ տեսնում, եւ չեմ ուզում ինչ որտեղ որոշ կուսակցությունների վարկաբեկեմ, դա նշանակում է վարկաբեկել, եթե ես այսօր բարձրաձայն եմ, որ կուսակցությունների հետ չենք համագործակցել։ Բայց մենք կարող ենք արձանագրել հետեւյալը, որ մեր շրջանում, մեր ուժերի մեջ կա համաձայնություն հետեւյալի մասին, որ ինչպես կներեք այդ բառերը մենք չենք սիրում օգտագործել, բայց ինչպես հայաստանյան քաղաքական դաշտում եւ կյանքում ընդունված է ասել, մեր համագործակցությունը մետության եւ հակայության որևէ դրսևորում չի ունենալու։ Հակ առաջնորդ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է պատրաստվում վերադառնալ քաղաքականություն վերադառնալու մասին է ակնարկել նաև ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որքանով կարող են նրանք ընդդիմադիր դաշտում գործել եւ որքանով կարող են խանգարել երեք քաղաքական ուժերի միասնական գործունեության ընդդիմադիր դաշտում։ Լևոն Տեր-Պետրոսյանի մասով չեմ կասկածում, որ կծավալի ընդդիմադիր գործունեության, Գագիկ Ծառուկյանի մասով ժամանակը ցույց կտա,
գնահատականներ տալու խնդիր չեմ տեսնում, մեր գործունեությունը մենք չենք կապում այդ ուժերի հրապարակ մտնելով կամ չմտնելով, բայց եւ այդ ուժերի հետ հակադրություններ կամ հակասություններ տեսնելով, մեր պայքարը գործող իշխանության դեմ է, այս վարչախմբի, որը աշխատում է մեկ սկզբունքով, փող ծախսել իշխանության գալու համար, իշխանություն գալուց հետո փող աշխատել այդ իշխանությունը պահելու առումով։ Եթե այդ գործընթացում Լևոն Տեր-Պետրոսյանը եւ Գագիկ Ծառուկյանը իրենց ներդրումը կունենան, միայն ողջունելի կլինի։ Թող Աստված մեզ պահապան լինի, որ փրկենք Հայաստանը։